Չիրականացած երազանքները 2016 թվականի ապրիլի 3-ին Աբովյան քաղաքում բախվել են Աբովյանի բնակիչ 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW և Բալահովիտ գյուղի բնակիչ 25-ամյա Սերոժա Աղոյանի Mercedes G մագնիշի ավտոմեքենաները։ Վնասվել է նաև կայանված 3 ավտոմեքենա։ Շղթայական ավտովթարի հետևանքով մեքենաների վարորդներն ու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի հիվանդանոցներ։ 3 օր հետո ծանր վիճակում գտնվող Մարտին Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է։ Մարտինը իմ տան ճրագը, իմ տան լույսը, հույսը, ամեն ինչն էր, իմ տղան, ու ունեմ մի աղջիկ։ Ես ուսանող էի, երբ որ Մարտինս ծնվեց, համալսարանի վերջի կուրսում էի արդեն։ Պետական քննությունները մայր ու որդի։ Դժվարությունով մեծացրեցինք։ Օրեր եղել սոված ենք քնել։ Նավթավարի տակ մեծացրեցինք։ Լավից լավից երեխա մեծացրեցինք, հարկ Աստծուն չէր հիվանդացել երբեք, լուրջ հիվանդություն չի եղել։ Շատ լուսավոր տղա, որտեղ մտել ա, տենց դուր չկա, որ բացած լինի ու լույս ա թողել, լավ անուն ա թողել, խելացի, լուսավոր, պրպտող, անընդհատ ուշքում միտքը դուրս ուսման համար իհարկե, ուսում էր ես երբեք դրսում չեմ ապրի, մամ ջան, բայց սովորելու շատ մեծ ցանկություն ուներ, ուզում էր ու կար հենց հեռանկարում մոտորերը ինքը պիտի Անգլիա գնար։ Քիքբոքսի էր գնալ։ Սկզբից կարատեի ա գնացել, էլի պատվոգիր ունի, հետո քիքբոքսի գնաց։ Մինչև բանակը զբաղվում էր, եկանք Աբովյան սկսեց բոքսով զբաղվել 2010 թվականի պատանեկան չեմպիոն դարձավ Հայաստանի միջազգային մրցումների գնաց Էլի առաջի տեղ, գավաթով եկավ մեդալ, Վրաստանից մեդալով եկավ, ոսկի մեդալ։ Մարզի չի հետեին, ամբողջ օրը իր ընկերներով։ Հավաքվում էին ընկերներով մեր տանը առաջի հարկում, իրանց զբաղմունքը, շախմատ, ընդեղ մոնոպոլիա բան, այս կարգի տարբեր բաներով երեխեքը զբաղվում ու առավել ևս ինքն ու իր այդ մտերիմ ընկերը միշտ իրանց տանն էլ շախմատը Էրիկ մայրն ասում մինչև հիմա այդ շախմատին չենք կպնում երկու ընկերով միշտ նստում շախմատ շատ էր սիրում ամենամտերիմ ընկերը մեր այդ չարաբաստիկ դեպքի օրը իր վարորդը իր մեքենայի վարորդն է եղել Շանթ Մանուկյանը Ես իմ տղայի հետ զրուցում էի ինչ որ մեկի ընտանիքի մասին դեպք էի պատմում որ ծնողը այդքան էլ լավ հայր չի եղել, լավ չի իր տղային, էլի, ֆինանսապես, վերջը լավ չի պահել։ Իմ տղան ինձ ասեց, մամ ջան, շատ ու քիչ անելով չի ծնողը, այն որ ծնողը լույս աշխարհ ա բերել քեզ, դու պիտի շնորհակալ լինես իրանից։ Զրուցում էինք, զրույցից մեջ հուշում էի, որ այս քայլը մի քիչ ոնց որ թե սրտովս չի։ Նենց արա որ հարմար է Ճիշտ, խորհուրդներս միշտ ընդունել է։ Սովորում ա Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, այս տարի 3-րդ կուրսում պիտի սովորեր։ Առաջին կուրսում կիսամյակը վերջացրեց ու բանակ տարան։ Ծառայելա Լեռնային Ղարաբաղում, շատ լավ զինվոր, շատ պարտաճանաչ։ Շնորհակալագրեր ենք ստացել, պարգևատրվել ա։ Ու բարեհաջող եկել է իր տունը վերահասել։ Ինձ թվում էր կյանքի ամենամեծ փորձությունն էր մեր բանակը ու ոչ մի փորձություն էլ չի լինելու մեր կյանքում, բայց փշրեցին, մեր կյանքը իրոք փշրեցին։ Ամեն երկուսը կլներ զանգահարեցին, ճշտեցի համարները մեքենաների, որտեղ ասեցին շատ խոշոր վթար եմ 5 մեքենա է վթարվել։ Դի պատմության մեջ Աբովյան քաղաքում տես բան չի եղել երբեք, պատմության մեջ այդ տիպի խոշոր վթար։ Էս է որ կայնած։ Հա, մեկ էլ այն օպելը, հա, օպելու են լույսը։ Դա դուս է դերից։ Մեքենաների մեջ որ լսեցի այն մեքենայի համարը, ընկերոջ մեքենայի համարը։ Հա, իմ չգիտեմ ինչ վիճակում էր իմ ամուսինը արդեն տան մեջ։
մտածեցի ու արագ դուրս եկա հարցրեցի, գնացել է տեղեքը Մարտինը տուննա թե չէ, Մարտինը գնացել է մեր մեքենան բերի։ Մեր մեքենան թողել էր ինքը ուրիշ տեղ։ Զուտ դրա համար այդ օրը ընկերների հետ դուրս եկել։ Որ այդ օրը գնա տանից դուրս են եկել ինքն էլ հետները, որ գնա մեր մեքենան բերի թող։ Վթարի ժամանակ տղայի իրանք 3 ընկերով են մեքենայում եղել, մեր տանից են դուրս եկել, մեր առաջի հարկում նստած են եղել 3 ընկերներով, դուրս են եկել տանից, այդ ընթացքը 5-ից 10 րոպե ա տևել, 5-ից 10 րոպե, տղաս մեքենայի հետևում ա նստած եղել։ Ես որ իմացա այդ մեքենայի մեջ ա, չգիտեմ ինչ ձևով եմ հագնվել, Արաքսյան հարցնում էր ինչ արել, ասի ինչ վթար արել, չուզեցի անանք։ Բայց իրոք, չգիտեմ արդեն իմ հետ ինչ էր կատարվում։ Մոտեցա դեպքի, բայց տեսա խառը վիճակ, մեքենաները կոտրատված, ոչ մեկ էլ չկա։ Հարցնում եմ ուր են դեր կարել հիվանդանոց։ Այսինքն 4 ավտոյա քանի վիրավոր, 5 ավտո, ոնց է վիճակները։ Արագ մոտեցա հիվանդանոց, տեսա ընկերներին, շանթի ուսներ կոտրված, ուսի երեսները արնոտած, բայց Մարտինը չկա։ Ուրախ կողքի սենյակն է։ Մտածել սա պատգարակի վրա գիտակցության չի։ Զուգահեռել բերեցին, կողքը հենց ընդունարանում պարկացրեցին Սերոժա Աղոյան։ Ես չեմ տեսել, անկեղծորեն ու նենց շոկային վիճակում եմ եղել, իմ ձեռքերով կսպանեի։ Ուղղակի չգիտեմ, ինչ շոկի մեջ է, չնայած ես չէի էլ պատկերացնում, որ իմ տղայի վիճակը տենց ծանր է, չէի պատկերացնում։ Օրգանները հարված ենքան ուժեղ եղել, պայծախը պայթած, ներքին օրգանների վրա ճատ չքած։ Վիրահատություն արեցին, քանի ժամ։ 4 օր վազուզեցինք, պրոֆեսորներ, Գերմանիա, հարցումներ, ստեանդեր։ Ոչ մի շանս չկար։ Բան չէր ասում, բայց էլի հույսներս չենք կորցնում։ Բժիշկը համարձակություն ունեցավ, ուղիղ տեքստով ինձ, թե անհույս է։ Պատկերացրեք ծնող։ Հույսդ մի դիր, որ ես դեղերը օգնելու եմ։ Ասում բժիշկ ջան, ու պատկերացնում ես, որ հետ ես խոսում, ինքն էլ մի տղա է։ Ասենք այդ ինչ ասելու բան է, գոնե խափի էլի, գոնե ասա 2% հույս ունենք, այդ 2%-ի վրա կաշխատենք միասին, խնդիր չկա, բայց ու տենց բաց տեքստով ախր էդի չի կարելի տես բանես ասում, բայց էլի չենք հավատում, ես չէի հավատում։ Ինքն քոնցիկ տղա էր, իրոք մտածում էինք պիտի փրկվի, պիտի ջահել, բժիշկներն ասում սպորտսմեն, ջահել օրգանիզմա կձգի։ Հույսներս այդ է, 4-րդ օրը լավ էր, արդեն վերջույթները տաքացել էր, արյան շրջանառությունը կարգավորվել էր, ճնշումը նորմալ, ուրախացել էինք, դուրս էինք եկել հարազատների մոտ, մի ամբողջ բազմություն 4 օր էր հետներս հերթապահում, ընկերներով, մի խոսքով, ես չեմ էլ հիշում ովքեր են։ Մի վարկյան ընկերները չեն հեռացել իրանից։ Ուրախ հայտարարեցի, որ ամեն ինչ լավ է, դեպի լավն է գնում, հանգիստ եք, նորմալ է։ Ժամը կես չեր անցել։ Էլեկտրաշոկը, որ մոտեցրին, արդեն զգացի, որ չես թե ինչ-որ բան է չի։ Բժիշկը մոտեցրին։ Դժողք, իրոք դժողքը դա էր։ Շուր եկավ, թե տանջում ենք արդեն։ Արի էլ բան չանենք։ Տանջում եք, հենց դադարեցրեց, սիրտը կանգնեց, վերջ։ Մի կերպ ենք մեզ տիրապետել, որ մի հոգին կողքի պալատում պարկած էր։ 3 օր անց հիվանդանոցից եկավ գույժը, BMW-ի ուղևոր 22-ամյա Մարտին Ալեքսանյանը մահացավ, ահավորը։ Մեղքը ապացուցված է, փուլը գրական գործը արդեն նախաքննությունից տեղափոխվել է դատական փուլ, փաստեր էլ կա, տեսանկարահանումն էլ կա, խաչմերուկի տեսախցիկներով, Կարմիր լույսի առկայությամբ ոնց է մուտք գործում, նույնիսկ արգելակի էլ չի գտնում, նույնիսկ արգելակի չի էլ արգելակում, որ գոնե հարվածը մի քիչ թույլ լիներ,
Այսօր մեր տղեն գոնե կողքներս կլներ, ինքն էլ իրանց տանը վերընկած կլներ գոնե, բայց հարբած, մոտ 3.5 անգամ ավել, նորմայից, էլ չեմ ասում այդ արագությունը։ Հարվածը ուղիղ իրա վրա եղել, երևի ինքան ուժգին հարված, ուղիղ գլխին հարվածը, շատ բարձր արագություն հարբած կարմիր լույս։ Տեսանյութը առկա է քրեական գործի նյութերում, դատափորձագետի եզրակացությունների առկայությունը։ Հա, տեսանյութով ֆիքսվել է, որ կարմիր ազդանշանի ներքո Սողոյանը հարվածել է դուժող կողմը։ Կան փորձագիտական եզրակացությունները, որով արձանագրվել է նրա խմացության աստիճանը, արձանագրվել է վթարի ստեղծման իրավիճակը, որպես մեղադրյալ ներգրավել են եւ միջնորդություն են ներկայացրել դատարանին։ Նախաքննական մարմինը դիմել էր Արաչյանի դատարան կալանքի միջնորդությամբ։ Դատավորը Հովհաննես Ավագյանը, Չավենցավոնի դատավորը մերժել էր այդ միջնորդությունը, պատճառաբանելով, որ քանի որ նախաքննությունից չի խուսափել, չի խոչընդոտել, ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, դրական է բնութագրվել, չգիտեմ ում կողմից եւ ոնց, ինչից ենթադրեց, որ տեն շատ դնական է բնութագրվում, անտեսելով նախորդ տարի խուլիգանության համար գիշերային ակումբում խուլիգանության համար թույլ տված իր խախտման համար տուգանվել էր 200,000 դրամ դատարանի կողմից, ինչև դատական փուլը վճարված չի եղել այդ գումարը։ Այսինքն, ինչից ենթադրեց, որ դրական է բնութագրվում։ Անհասկանալի է այն փաստը, որ քննիչը միջնորդությունը ներկայացրել Արաչյանի դատարան Ափանան միջոց որպես կալանք ընտրելու վերաբերյալ Արաչի Ացյանի դատարանը մերժել է ու քննիչը կամ հսկող դատախազը Արաչի Ացյանի դատարանի որոշումը չի բողոքարկել։ Դա լրիվ անհասկանալի է մեր համար ու մենք չենք կարողանում կոնկրետ հստակեցնել ինչի համար չի բողոքարկել վերաքննիչ դատարան։ Ըստ մեզ Ափանան միջոցը միանշանակ պետք է ընտրվեր կալանք 2015 թվականին ունեցել է դատվածություն, որը մինչ հունիս-հուլիս ամիսները դեռ դատարանի որոշումով կայացրած 200,000 դրամը դեռ չէր վճարել, բնականաբար այդ գումարը նրա պատիժն էր կիրառված։ Եթե նա չի վճարել, բնականաբար ստացվում է, որ նա խուսափել է։ Դա դատավորին հիմք պետք է լիներ, որ կարող է նաև հեշտությամբ այս մյուս պատիժին կրելը խուսափել։ Ես այս պահին չեմ պատրաստվում Սերոժայի նախկինում կատարած արարքները քննարկել, գնահատական դնել, որովհետև դա նույնպես որևէ կապ էականորեն չի կարող ունենալ այս հարցի հետ։ Սա քննվում է մի քրեական գործ, որը որ եթե նույնիսկ հաստատվի, որ կա հանցագործություն ենթադրյալ կատարածին պաշտպանյալի կողմից, դա բացարձակապես նորից եմ կրկնում, դա դասվում է անզգույշ հանցագործությունների շարքին, դիտավորություն նման հանցագործություն չի կարող ունենալ եւ այս պարագայում համապատասխան դատան արդեն դատական ակտ կայացնի։ Չգիտեմ ինչ պատճառներով, մի խոսքով, մեր հարգելի դատավորը մերժել էր կալանավորումը։ Նախաքննական մարմինն էլ չէր դիմել վերաքննիչ պահանջով նորից կալանավորել։ Պատճառաբանելով, որ նախադեպեր չի լինում տենց իբր թե ՃՏՊ-ներով շատ դժվար է մարդ կալանավորվում, բայց փաստ հենց մեր Կոտայքի մարզում 7 տարեկան երեխուն վրա երթարեց հարբած վարորդը նորից, տեղում կալանավորեցին, ճիշտ էլ արեցին, որովհետև նախ այդ վարորդի անվտանգության համար, երկրորդն էլ հանցագործ էր նա, երեխու կյանքը խլել 7 տարեկան, խի չկալանավորվեր, որ շատ էլ ճիշտ արեցին, բայց այսօրվա դրությամբ բաց թողեցին եւ երկրորդ հանցագործը ունեցան, երեխու հերը գնաց տանակ արեց իր երեխու սպանողին։ Իսկ իմ երեխու, իմ տղու սպանողին ինչի պիտի այդ բարի վերաբերմունքը ցուցաբերվի։ Ոնց որ դերերով փոխվել ենք։ Ոնց որ մենք ենք մեղավորը, մենք ենք պաշտպանվում։ Երկրորդ անգամ բողոք եմ գրել
երկրորդ անգամ նորից առաջին աջանը ես խնդրեցի առաջին աջան նորից դիմեցի որ վերանայեք այդ որոշումը ինձ պատասխանեցին որ ձեր անհիմն է ձեր բողոքը կալանքը չի կիրառվի կմնա նույնը ստորագրությամբ բաց թողել նույնիսկ գրավ չի կիրառվել որպես տուժողի իրավահաջորդ միջնորդություն կրկնում եմ միջնորդություն եմ ներկայացնում վերաքննիչ ատյան որ խնդրում եմ ստուգեք առաջին աջանի մեր հարգելի դատավորի գործողությունների օրինաչափությունը ինձ ինչ պատասխանեն վերաքննիչ դատարանից է պատասխանը գալիս ձեր բողոքը անժամկետի մեջ չի ուստի չի ընդունվում որպես վարույթ ես կրկնեցի ես միայն միջնորդություն եմ ներկայացրել ես բողոք բառ ոչ միտեղ գրած չեմ եղել ես իրավունք ունեի որպես տուժող միջնորդություն նորից եմ կրկնում որ մեր հարգելի դատավորները ինձ պատասխանում են ձեր բողոքը ու ամեն տեղ գրած է բողոք այդ իրանց որոշման մեջ նորից եմ գրություն գրում որ հարգելի դատավոր խնդրում եմ մի հատ պարզաբանեք միջնորդություն եւ բողոք օրենքում հստակ տված է ինչ է միջնորդությունը ինչ է բողոքը իմ ձեզ դիմելու թղթի վրա բողոք բառ դուք չեք կարդացել ինչու եք ինձ բողոքով պատասխանում դե բողոքով կարային տենց պատասխանեին բայց քանի որ մենք էլ ենք հասկանում ինչի հետ գործ ունենք գրելու ձևերն գիտենք ինչ վերաբերում է քննիչի կողմից խափանամիջոց կալանք ընտրելու միջնորդությանը դեռևս նախաքննության փուլում ես կարող եմ հստակ ասել որ իմ պաշտպանյալը վթարի հետևանքով ստացել է լուրջ առողջական վնասվածքներ անգամ այն կարգի որ վթարի հետևանքով ձեռք է բերել երկրորդ խմբի հաշմանդամի կարգավիճակ որը շատ լուրջ է վնասվածքը ես կարող եմ ասել գլխուղեղային վնասվածք է եւ այդ կապակցությամբ իմ պաշտպանյալը գտնվել է անկողնային վիճակում եւ այս պահի դրությամբ էլ իմ պաշտպանյալը լուրջ բուժումներ է ստանում այդ կապակցությամբ դժվար չի որևէ մեկի համար պատկերացնել որ խափանամիջոց երկրորդ խմբի հաշմանդամ ջահել երիտասարդ տղային ընտրել է որպես կալանավորում ուղղակի թույլատրելի կլինի նամանավանդ կրկնում եմ վնասվածքը շատ լուրջ է որի վերաբերյալ փաստաթղթերը առկա են թե քրեական գործում թե համապատասխան բուժ ծառայությունների անզգուշությամբ մահ պատճառել է կոչվում հոդված կա շատ դեպքեր կան անզգուշությամբ մահ պատճառել տեսել ենք օրինակ ծմրանը սառույցի վրա միգուցե մի քիչ արագ երթևեկեց մի քիչ վատ կառավարեց դուրս եկան ճանապարհի երթևեկների մասից բախվեցին պատին ուղևորը մահացավ դա կարա լինի անզգուշություն ընդունում եմ բայց հարբածության այս աստիճան անզգուշություն այդ դեպքում կարելի է մի քիչ հոգատար վերաբերմունք ցուցաբերել ասենք ցուցաբերել այդ վարորդի նկատմամբ որտեղ մարդը լավ չի պատկերացրել միգուցե մի քիչ արագ է երթևեկել մի քիչ վատ է կառավարել հիմա չէր ուզի որ տենց լիներ ստացվել է բայց ինչ է նշանակում հարբած հարբած վարորդը մարդու կյանք է խլում եւ խլել է ջահել երիտասարդ 21 լուսավոր տղայի կյանք եւ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում դա արդեն ու այսօր այո ես չեմ տեղավորում ոչ մի 5 ամիս անցել դեռ ազատության մեջ է ճանապարհային ոստիկան եմ լինում են դեպքեր բանական վնասվածքներով իհարկե բողոքի բացակայությամբ տուժող կողմի քրեական գործ չի արվում կարճում են մեղավորին վարչական տուժի են ենթարկում ընդհանրապես նույնիսկ մահվա ելքով էլ է հնարավոր նորից եմ ասում եթե անզգուշաբար եղել են դեպքեր մարդ իր ավտոտնակի մեջ իր մեքենան հետ ընթաց ավարել իր փոքր երեխան 3 տարեկան անզգուշաբար վրայերթ արել երեխային մահ պատճառել ինչ անեն հորը դատեն անզգուշություն ա եղել սա անզգուշություն էլի հոդվածը դա է բան չունեմ ասելու բայց մարդկային կանոններ կա մի քիչ կարելի է ուշադիր լինել որ ախր հարբած այդ տիպի
չարություն անել, անընդհատ մի ժամ շարունակ ամբողջ Աբովյանը չափ չփի, վերջում գա սենց արդյունքի, դա անզգուշություն արդեն։ Մտադրված մարդը գիտակցաբար հարբում է նստում ղեկին։ Այդ ո՞նց եղավ անզգուշություն։ Հոդվածը դա է, նորից եմ կրկնում, խնդիր չկա։ Մեր օրենքը դա է։ 0-ից 5 տարի անզգուշությամբ մահ պատճառել։ Բայց կալանքի վերցնելու ես հաստատ համաձայն չեմ դատավորի որոշման հետ։ Ոնց կարելի է չէ քաղաքի մեջ 140 կմ/ժ արագություն, կարմիր լույս եւ հարբած նստել ղեկին։ Ու ես կարծում եմ, դա մեր օրենքի թերացում է, հարբած ղեկին նստած վարորդը ինքը պոտենցիալ մարդասպան է, չի կարելի դա որակել անզգուշություն։ Ես իրոք եւ խնդրանքով եւ որ հետագա այս ողբերգություններից էլ զերծ մնանք, պիտի օրենքը վերանայել, որ հարբած ղեկին նստող վարորդը ինքը պոտենցիալ մարդասպան է։ ԱՄՆ-ում դատահասնում, Ռուսաստանում դատահասնում, ինչու՞ չէ, թող մեր Հայաստանում էլ նույնը լինի, ու կարծում եմ արդեն ավելի զգոն կլինեն վարորդները։ Կամավորականի տղա է կոչվում։ Պատերազմի օրոք ապրիլի 2 հարբած ռեստորանից դուրս գա պակասնել լրացնի Աբովյանի մեջ գարեջրով ու ընկերուհու հետ վերև մեր ամբողջ մեքենայում էլ գարեջրի շշեր են եղել։ Այդքան վարի մեքենան մինչև հանդիպի մեր մեքենային ու այս դժբախտ պատահարը տեղի ունենա, որ ինչ ամբողջ ազգը լարված, որ պատրաստեն ցանկացած պահի գնան սահման, ես անձամբ տագնապիտակ ժամը գիշերը 12:30 եմ մտել տուն։ Ամբողջ բաժինը, ամբողջ մեր ծառայությունը տագնապիտակ սպասում էր հրամանին։ Գնանք թե ոչ։ Եվ երկրապահ կամավորականի տղեն փոխարենը որ հոր կողքին լինի, սպասի, եթե պետքա գնան իրանց պարտքը կատարեն կամ նույնիսկ չգնան էլ լավ, այդ ծանր օրով ջահել տղա երեխեք է զոհվեցին 100 քանի հոգի։ Եվ մեր խելոք երիտասարդը կոչված կարա այդ վատ օրով, այդ տագնապալի օրով իրան տա բանը, իրա երկրային հաճույքների։ Համենայն դեպս ես խիստ վրդովված եմ եւ շատ վիրավորված եմ մեր դատական համագարկից, որ նույնիսկ անձը հաշվի չառան, կա գոյություն ունի նույնիսկ նաեւ մարդկային կանոններ էլի, որ ի վերջո ես անմեղ զոհ եմ տարել, տղաս չկա այսօր, գոնե հաշվի առնեին իմ պարագան, որ ես իմ ցավը հաշվի առնելով ամեն մարդ թող գոնե Աստված չանի բոլորից հեռու պահի սենց դեպքերը, իրա վրա գոնե իրանց վրա օրինակ բերեին եւ մտածեին, որ այս նույն դժբախտ պատառը կարա լինի իրանց հետ, իրանց երեխեքի հետ։ Ոնց կարելի ասենք անմեղի չէին դատում, էլ ասենք անմեղի չէին կալանավորում։ Ամեն դեպքում մաքսիմալ բայց շատ քիչ է։ Մաքսիմալ, դե քիչ է, շատ է, դա մենք չենք որոշում, բայց արդարությունը մեկն է։ 0-ից մինչև 5 տարի։ Ու որպես կանոն 5-ը դժվար թե լինի, բայց ես պահանջելու եմ դատարանում, մինչև վերջել գնալու եմ։ Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է։ Վիկտոր Հյուգո